Ողջույն։ Խորհրդարանում ամբողջ շաբաթ քննարկելու են կառավարության գործունեության ծրագրի 2024 թվականի կատարողականը։ Մեկ նախադասությամբ լոլոների շքերթ է լինելու, չիրականացված կենացներ։ Արարատ Միրզոյանը ելույթը սկսում է հետևյալ նախադասությամբ. 2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ, ամենակայուն տարին է եղել մեր անվտանգային միջավայրի և սահմանային անվտանգության։ Դա, ասում է, պայմանավորված է մեր կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ։ Մեր նպատակը անվտանգությունն է, տարածքային ամբողջականությունն է եւ այլն։ Լավ ելույթ, բայց սուտ։ 2024 թվականին ունեցել ենք սահմանին 4 զոհ, 2001-ին 3 զոհ, երբեր ավելի խաղաղ։ Մեր երկրի 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածքի վրա թշնամու զորք է։ Դա արդեն նշանակում է, որ ոչ խաղաղություն կա, ոչ տարածքային ամբողջականություն, ոչ ինքնիշխանություն։ Արարատ Միրզոյանը երևի խաղաղ ասելով նկատի ունի, որ պատերազմ կամ սահմանային բախում չի եղել, իսկ ինչի շնորհիվ չի եղել։ Հող հանձնելու։ Տարվա սկզբում ասել եք հանձնելու ենք, սահմանազատելու ենք, սահմանազատել եք, ականազերծում եք արել, զինվորներ են վիրավորվել մեր կողմից, հողերը հանձնել եք։ Դուք հանձնում եք, տղերքը վիրավորվում են, բողոքի շարժումներ են լինում, ջարդում բերդերն եք լցնում ու ասում եք խաղաղ է եղել։ Այս տարին հələ նոր է սկսել ու արդեն հայտնել եք նոր սահմանազատման, այսինքն հանձնելու մասին։ Մի 4 գյուղ էլ այս տարի կհանձնեք ու հաջորդ տարի կասեք նախորդ տարին ամենախաղաղն եղել վերջին 20 տարվա։ 7 տարվա մեջ հանձնել եք 250 գյուղ։ Հայաստան ունի 900 գյուղ, այսինքն 30 տարում 900 գյուղ քաղաքն էլ մաքուր հանձնած կլինեք խաղաղության դիմաց։ Ու երբ ասում են հանձնում եք, այսպես չի լինի, պատասխանում են, դե թող մինչև ՔՊ իշխանության գալը պրոբլեմը լուծած լինեին, որ մեր լուծելուն չհանձնեն, մենք սենց ենք լուծում։ Սա նույնն է, որ մարդ որոշի տուն սարքել, հաջորդ սերունդը երկրորդ հարկը սարքի, մյուս սերունդը երրորդ հարկը սարքի, գա հաջորդ սերունդը ու բուլդոզերով սախ քանդի ու ասի, բա ինչի 4 հարկն էլ սկզբից չէր սարքել։ Ամեն մեկը իր հերթին սարքել էր, դու էլ քո հերթին սարքեիր, ավելացնեիր։ 5000 տարի Արցախ ենք ունեցել, 5 տարում սա հանձնել եք ու անցել եք Հայաստանի գյուղերը հանձնելու ու ասում եք, բա ինձնից առաջ 150,000 հոգու գաղթական եք դարձել ու ասում եք ամենախաղաղ տարին է եղել, ինչն է խաղաղ եղել։ Ժամանակին ինչքան լուծվել էր, մի բան էլ դու ավելացնեիր, մի բան էլ հաջորդը կգար կավելացնել։ Ուզբեկստանը, Ղրղստանը, Տաջիկստանը սովետի փլուզումից հետո սահմանային խնդիրներ ունեն, կրակոցներ, մահեր, զոհեր։ Հիմա նոր ստորագրում են սահմանի ընդհանուր հատվածի սահմանազատման մասին արձանագրություն, որ մեկը զատնի դրեց կողմերից, ասաց, որ 30 տարի չեն կարգավորել, հանձնում ենք։ Երբ գալիս ես ու տեսնում ես, որ քո ուժերից վեր խնդիր կա, պարտադիր չէ բզբզած, թող գնա, ասած չեմ կարողանում, ոչ խելքս է հերիքում, ոչ ուժս է հերիքում, ոչ էլ տեղյակ եմ։ Այո, նաև տեղյակ չեք, որովհետև ձեր խելքին չի հասել անգամ, որ փաստաթուղթ կարդաք։ Լևոն Քոչարյանն արտգործնախարարին ասում է, բանակցություններով ի վերջո ամրագրվել էր ինքնորոշման իրավունքը ու զարգացել էր, թող մի բան էլ դուք անեիք։ Արարատ Միրզոյանը իբր հակադարձում է, ասում է, որ ձեր հայրիկը չգնար Ստամբուլում ճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի մեջը։ Դա ասում է Հայաստանի Հանրապետության անունից պաշտոնապես բանակցողը, որը գաղափար չունի Ստամբուլյան փաստաթղթի մասին։ Լևոն Քոչարյանն ասում է, այդ փաստաթղթում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու Լեռնային Ղարաբաղի կապի մասին։ Միրզոյանը շարունակում է. տարածքային ամբողջականության մասին չկա, Գանջայի մասին էլ չկա։ Ասեմ Արարատ Միրզոյանը իմանա։ 1999 թվականին Ստամբուլում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովում հետխորհրդային բոլոր երկրների հակամարտությունների վերաբերյալ կա արձանագրում տարածքային ամբողջականության շրջանակներում, սակայն Արցախյան հիմնահարցի բաժնում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության մասին կա, Բոսնիա եւ Հերցեգովինայի մասին կա, Վրաստանի մասին կա, Մոլդովայի մասին կա, Արցախի մասով ողջունում են նախագահների ակտիվացված երկխոսությունը, որոնց պարբերական հանդիպումները պայմաններ են ստեղծել այս խնդրի տևական եւ համապարփակ լուծման որոնմանը թափ հաղորդելու համար։
Էս է գրված եւ հույս են հայտնում, որ ԵԱՀԿ Միսկի խմբի շրջանակում բանակցություններ կվերսկսվեն։ Միսկի խումբն էլ համարում են հակամարտության լուծման ամենահարմար ձևաչափը, այն որ հիմա ուզում եք լուծարել, որովհետեւ ձեր կարծիքով լուծվել է հակամարտությունը։ Այս փաստաթուղթը հրապարակված է ոչ Նիկոլի ասած սեղանի ոտի տակ է դրած, ոչ կոնդիցիոների մեջ։ Վերցրեք, կարդացեք։ Հայաստանի անունից բանակցողները այս փաստաթուղթը չեն կարդացել կամ կարդացել են, չեն հասկացել։ Իսկ եթե համ կարդացել են, համ հասկացել են, ուրեմն դա արդեն սրիկայություն է։ Ուրիշ բան կարդաս, ուրիշ բան ասես։ Իհարկե հնարավոր է, որ չեն էլ կարդացել։ Հազիվ իշխանությունը ձեռքները ընկել, դնելու են 25 տարվա բանակցային թղթեր կարդային, այդքան հավեսով ուներ, մանավանդ որ զրոյական կետից էին սկսում ու դրանից առաջ ինչ տեղի էր ունեցել, իրենց համար նշանակություն չուներ։ 7 տարվա իշխանություն եք, սաղ պրավալ եք տվել ու արդարացնում եք։ Խնդիրին կարծիքով ավելի շատ այն չէ, որ դուք ձախողել եք, որովհետև արել եք ինչ կարողացել եք, այդքան է թույլ տվել ձեր խելքն ու ուժը, դիմադրողականությունը այդքան եք արել։ Խնդիրն այն է, որ ձեր մտադրությունների մասին անկեղծորեն չեք ասել ու ձախողումն էլ երևի սխալ բառ է, որովհետև սա հակառակն ես արել, ոչ թե ձախողել ես։ Դու խոստացել ես Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչում։ Եթե չկարողանայիր հասնել միջազգային ճանաչման, մի քանի երկիր ճանաչեր, կստացվեր ձախողել ես, բայց դուք հանձնել եք լրիվ։ Դուք ասել եք ինչքան սփյուռքահայ գործարար կա, ներդրում է անելու Հայաստանում։ Եթե մի քանի միլիարդ դոլարի ներդրում լիներ, կասեինք ձախողել եք, որովհետև դուք 100 միլիարդավոր եք խոստացել, բայց իրականում ներդրումները ընդհակառակը փախչում են, այսինքն հակառակն եք արել։ Դուք ասել եք տուգանքների մեծ մասի չեղարկում, հարկային բեռի թեթևացում։ Եթե չկարողանայիք թեթևացնել, չեղարկել, կասեինք ձախողել եք, բայց դուք ավելացրել եք բեռը, նոր տուգանքներ եք հորինել։ Դուք ասել եք արտաքին պարտքը չենք վերցնելու այլևս։ Եթե դուք մեկ վերցնեիք պարտ, կասեինք ձախողել են, խոստացել են, բայց հակառակն են անում, բայց դուք կրկնապատկել եք։ Թոշակի խոստումը իր հերթին, աշխատավարձը իր հերթին, բանակի հզորացումը իր հերթին, գործարարներն ու մյուսները իր հերթին։ Ցանկացած մեկը, որ նշանակում է անգամ հիմնարկի տնօրեն ու չի կարողանում իր խոստացածը անել, հրաժարական է տալիս, հեռացնում են իրեն։ Կոշիկի ֆաբրիկայում տնօրեն նշանակված Սերգեյը խոստանում էր 1 տարում արտադրանքը հասցնել 7 եվրոպական երկիր։ 1 տարում արտադրանքը հասցնում է 2 եվրոպական երկիր, գործից հեռացնում են։ Ասում են խոստացել ես չես կատարել, բայց դու քո խոստումը, քո խնդիրը չես կատարել, բարի եղիր թող գնա։ Խնդիրը հենց դա է, որ դու պետք է գնայիր ինքնակամ, ոչ թե փնտրեիր արդարացում։ Չի ստացվել մոտդ, ընդունիր, ներողություն խնդրի ու անցի ընդհատակ, որ քո դեմքը ցմահ չտեսնեն, գոնե մի քիչ մոռանան քո գոյության մասին, որովհետև որքան էլ արդարանաս, մեկ է հանձնել ես, ձախողել ես։ Ու այսքանից հետո մնացել ու ասում եք, մեր ժողովուրդը 21 թվականին էլի վստահեց, 26-ին էլ գնանք, թող որոշի։ Բայց դու լավ գիտես, որ ժողովրդին հիմարացնելը լավ է ստացում ձեզ մոտ։ Ինչ է ժողովրդի վրա գծում ձեր ձախողումները։ Ժողովուրդը ձեզ վստահեց, որովհետև պատերազմից հետո ասում եք Քոչարյանին ընտրեք, պատերազմ կլինի։ Ինձ ընտրեք, որ համ խաղաղության դարաշրջան բացեմ, համ Շուշի հադրութ հետ բերեմ։ Ականջներին լապշա կախեցիք։ Խոստանում եք, որ հենց ընտրվեք ու իրենց վիճակը կփոխվի։ Բա ուր է։ 2021 թվականին նույն տարածաշրջան քարոզարշավի են գնում Քոչարյանն ու Նիկոլը։ Օրերի տարբերությամբ։ Սկզբում այցելում է Ռոբերտ Քոչարյանը։ Ժողովուրդը հարցնում է. այս խնդիրը կարող եք լուծել, երբ կլուծեք։ Եթե ճիշտ եմ հիշում, խոսքը ջրամբարի կառուցման մասին էր։ Երկրորդ նախագահը պատասխանում է. լուծելի հարց է, մասնագիտական հաշվարկարվի, ծրագիրը կկազմվի ու կարծում եմ այսքան ժամանակից հնարավոր կլինի դա կառուցել։ Հետո գնում է Փաշինյանը, հարցնում են. երբ կլինի։ Պատասխանում է. ընտրությունների հաջորդ օրը կանենք։ Հենց ընտրվեն կանենք։ Բնականաբար ամբողջ գյուղը ձայն է տալիս Նիկոլին, որը ոչ իրատեսական բան էր ասել, բայց լավ խոստում էր, 1 օրում կլուծեմ ասել էր։ Մինչև հիմա մատին չի խփել։ 4 տարի ընտրվել է։ Ընդհանրապես 7 տարում մի ջրամբար չեն սարքել։ 2019-ից խոստացել են կարծեմ 5 ջրամբար, որ արդեն պիտի սարքած լինեին։
Այսինքն ժողովրդին համոզելը, խաբելը հեշտ է, բայց արդյունքները ներկայացնելու ժամանակ խաբել ու ուրիշների վրա մեղքը բարթելուց չեն էլ նեղվում։ Եթե այդ գյուղացին լսեր Քոչարյանին, գնար ձայն տար, հիմա իր խնդիրները լուծված կլինեին, վստահ եմ։ Սրանք մեկ բան են կարողանում անել՝ անորակ ասֆալտ, շատ արտաքին պարտքով ու հարկային տեռորով։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ թիմով չի գիտակցում պատասխանատվության աստիճանը, միայն գիտի, որ վատ բան է արել ու պատիժը անխուսափելի է, բայց մասշտաբը չի պատկերացնում ու չգիտեն ինչ պատիժ են ստանալու։ Նրանք պաշտոնավարման ամբողջ ընթացքում զբաղված են սխալվելով ու պատասխանատու մեղավորման գալով, թե ով է մեղավոր ու ով հնարավորություն տվեց նրանց պետական լծակ վերցնելու մեղքեր գործել, պարզից էլ պարզ է։